Այդ գիշեր Շիրազում օդը տարօրինակ ծանր էր։ Բանաստեղծը վատ չէր զգում իրեն, բայց սիրտը անհանգիստ էր։ Մի քանի անգամ անպատճառ մոտեցավ դռանը և նայեց փողոցին, կարծես սպասում էր մեկին, ում ինքն էլ չէր ճանաչում։ Կեսգիշերին դուռը 3 անգամ թակեցին։ Ծեր ծառան բացեց դուռը։ Դռան առաջ կանգնած էր մի կին ամբողջովին սև հագուստով, ոչ ծեր էր թվում, ոչ էլ երիտասարդ։ Դեմքը ստվերի մեջ էր։ Միայն ասաց. «Ես եկել եմ բանաստեղծին տեսնելու։ Նա ինձ սպասում է»։ Երբ այդ մասին հայտնեցին բանաստեղծին, նրա գույնը թռավ, բայց ասաց. «Թող գա, վերջապես եկավ»։ Կինը մտավ սենյակ և նստեց բանաստեղծի դիմաց։ Ոչ բարևեցին, ոչ խոսք փոխանակեցին։ Միայն երկար ու ծանր լռություն։ Ոչ ոք չլսեց, թե ինչ խոսեցին, բայց տանը տարածվեց մի տարօրինակ հոտ նման չորացած հողի հոտի անձրևից հետո։ Մոտ 1 ժամ անց կինը հանգիստ վեր կացավ, խոնարհվեց և ինչ֊որ բան շշնջաց բանաստեղծի ականջին։ Այդ պահին բանաստեղծի դեմքը խաղաղվեց, ինչպես այն մարդու դեմքը, ով երկար սպասումից հետո վերջապես գտել է իր հարցի պատասխանը։ Կինը դուրս եկավ տնից և անհետացավ գիշերվա մթության մեջ։ 1 ժամ էլ չէր անցել, երբ բանաստեղծը ձեռքը դրեց սրտին, խորը շունչ քաշեց և ասաց. «Հիմա ժամանակն է», և խաղաղ հեռացավ այս աշխարհից։ Առավոտյան քաղաքը լցվեց խոսակցություններով։ Ոմանք ասում էին. «Նա բանաստեղծի հին սերն էր»։ Մյուսները կարծում էին. «Կախարդ էր»։ Բայց մի ծեր դերվիշ ասաց. «Նա ոչ մարդ էր, ոչ թշնամի։ Նա խոստում էր։ Այն խոստումը, որը մարդը իր հետ բերում է ծննդյան օրից։ Այդ օրվանից Շիրազում ասում են, որ երբեմն այն մարդկանց մահից առաջ, որոնց սիրտը լի է եղել արեբեկրշին արեբեկին արեբեկրվով ու գաղտնիքներով, սևազգեստ մի կին գալիս է նրանց տեսնելու, ոչ թե վախեցնելու»։